Արդար է, որ նախարարների 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրանում են ընդամենը 10,000 դրամով։ Ուրեմն ինչ կարող եմ ասել, բոլորը չեն կարող լինել նախարար կամ նախագահ կամ պատգամավոր, որ 7 միլիոն ստանան։ Դե մեր ձեռարն էլ էր։ Եթե 7 միլիոնները գոնե իրանց պարգևավճարները կեսով չափ ստանային, իրանց պարգևավճարները, եթե այդ տարբերությունը ավելացնեին մեր թոշակների վրա, միգուցե մի բան նշանակություն ունենար մեր սոցիալական վիճակի վրա ազդեցություն ունենար։ Մի քիչ խիստ որ ունենային, երևի ձև կմտածեին, ոչ թե մենակ իրանց գրպանները լցնեին։ Սա շատ վատ բան է, շատ վատ բան է։ Ուղղակի ինչ ասեմ, դա ասեմ, որ ճիշտ չի, չես կարող ասել, բայց բոլոր դեպքում լավ չէ, էլի, դրանց ինչն է պակաս, որ ասենք պատգամավորների այդքան բարձր աշխատավարձանալուց հետո այդքան վարձատրություններ են ստանում, պարգևատրություններ են ստանում։ Դե սաղս էլ հավասարել ենք, սաղս էլ հավասարն է, եթե մենք երկու վետով ենք քայլում, պետք է հավասարել ենք։ Մուշտոց դուք բան ես, ինչ են ասում, նախարար ես կամ ես իմ նախարար եմ, այ մեր դարդարությունը ինչ արդարություն։ Ես այլ ես մեր տղեկն եմ դորում, ոչ մին էլ չի աշխատում, մենա ջահիլ տղեկ, ասենք թե ես 73 տարեկան եմ, ես իմ ուժս այս հաղթում է 1000 կիլոմետր մերջով, 1000 կիլոմետր ավտոն քշեմ, մի օրվա մեջին, ես շոֆեր եմ էլ միջև ես բանը քանդվել, երգիրը քանդվել, ինքն էլ կամազի շալանդ եմ քշելուսն էլ, բայց մի աղբեր Վերդեքնում է ավտոլիդը քում ես, բան ես դու, թոշակարու ես, ուրեմն որ թոշակարու եմ, դե թոշակարը թողորոշում հանեն թոշակարուներին գյուլ են։ Թալանի յուրատեսակ, իրանց երկերը չի հետաքրքրում, իրենց գրպանն է հետաքրքրում, ինչ ոչ։ Մարդը Հայաստանում շատ վիճակում է, ոչ օրենք է աշխատում, ոչ սահմանադրությունը ինչ ասում է, Հայաստանը սոցիալական չէ։ Պետությունը քաղաքացիներ բարձրագույն արժեք։ Հա, բայց ինչ է կատարում։ Խոսում ես երկու բառ են ասում, որը իրան դուր չի գալիս, տանում են նստացնում են, այդպես չպետք է լինի։ Ինչ են անում, որ նրանք այդքան փող են ստանում։ Ես ամբողջ կյանքս գծել եմ, Ազիզ ջան, ամբողջ կյանքս ստանոկներ եմ գծել, այսօրվա օրը տեսողություն չունեմ, խնդրեմ, 56,000 դրամ, դա ինչ փող է թոշակառուի համար, միայնակ թոշակառու եմ, ոչ մեկը չունեմ Հայաստանում, լավ ագոնե երեխաներ ունեմ Ռուսաստանում, օգնում է, եթե նրանք չլինեն, ես չէի պատկասում իմ վիճակը ինչ էր լինելու։ Պատգամավորները որ արժանիքի համար են դենց բարձր բարձր։ Շատ աշխատելու, շատ ազնիվ, ճիշտ աշխատելու համար։ Գիշեր ցերեկ աշխատում են այդ մարդիկ։ Սարկազմա դա թե իրականություն։ Իրական ոչ մի բան ես ազգային ժողովում չեմ տեսնում։ Ոչ մի բան։ Ինչ անում են, ինչ խոսում են, բոլորը ձևական, իրանց աթոռների համար միայն։ Մտածում են մի րոպե ավել նստեն իրանց աթոռին, դա իրանց համար ամեն ինչ է։ Պատգամավորների պարգևատրում են տալիս 3 միլիոն, իսկ բռնած մինչև 13 միլիոն պարգևատրում են տալի։ Իսկ հասարակ թոշակառուներին 10,000 դրամ տվեց, էներ երբ հատալ, ապրիլի 1-ից նոր սկսեց տալը, երբ որ արդեն ընտրությունների մոտիկանում է, այդ դրա համար։ Պարգևաճարը որն են, չամար է ստանում, կարող աղբեր գնում ես խանութի ծառում, փառք Աստծո, ծերը լիքը լա էլի, ապա հով ժողովուրդ եք պլյուսը ինչ եք անել այդքան փողերը։ Որ հարյուրավոր տարվա ոսկե ինչ արել, ձեր փողերն էլի ճարել, այդքան որ չեք կարալ ուտեք։ Մարդ չպիտի ագահենի, պետական այրը վավշե պիտի լինի պետականամետ ժողովրդին սիրող։ Եթե դու ժողովրդին 10 ման ես ստամ, դու 8 վերցրու, ոչ թե 10։ Այդ ու գնես պետական։
Հասկանում ես, պետության մարդը այդպես անում, պետության այրը, բայց սրանք ինչ են անում։ Միլիոն, 9 միլիոն, միլիարդներ, որ նայում ես գժվում ես, այդքան փողերը ինչ են անում։ Այդքան պարտք են վերցնում, տրապարտք ով է տալու։ Հա, դա ժողովուրդը այսինքն հեսա բերում եք մեր ծորերը պիտի այդ փողերը տան, ինչի համար այդ մարդկանց վրա այդքան ալոգ ակցում։ Բոլոր դեպքում կառավարությունը սխալ է կառավարում։